2022 թվականից իրականում Հայաստանը ապրում է ուրիշ պետությունների դժբախտություններով։ Ոմանք ասում են, որ TRIP այլևս չի ունենա իր ակտուալությունը, տարբեր պատճառներով, ոմանք համարում են, որ դա կապ չունի, նույնիսկ ամերիկյան տարբեր աղբյուրներից հղումներ են անում, որ այնտեղ պաշտոնյաները նշում են, որ TRIP-ը, այսպես ասած, դեռ կենթանի է, դեռ ակտուալ է։ Այս պահին Հայաստանի Հանրապետությանը ավելի ցավոտ կլինի հրաժարվել ԵԱՏՄ-ից, քան 2018 թվականին։ Բարեկամներ, ողջունում եմ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա հեղինակային իմ հաղորդումն այն կոչվում է Status Quo, այսօրվա իմ հյուրը տնտեսագետ, տվյալ .com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանն է։ Աղասի, ողջունում եմ ձեզ։ Աղասի, տնտեսական բաղադրիչ ընդհանրապես հայաստանյան իրականության մեջ բավականին թույլ է ներկայացված, ինչը շատ տարօրինակ է, որովհետև ժամանակի ընթացքում, երբ ավելի ու ավելի խորն ես ուսումնասիրում եւ միջազգային հարաբերությունը եւ ներքին քաղաքականություն, տեսնում ես, որ ամենամեծ շարժիչ ուժը մնում է միևնույն է տնտեսությունը, չկա տնտեսություն, չկա պետական դիմակայունություն, չկա տնտեսություն, չկա գլոբալ առումով զինված ուժեր, այսինքն ոչ թե չկա, այլ նշանակում է, որ խնդիրներ կան, եթե դու չունես շատ գումար, եթե չունես կայուն տնտեսություն, բայց մեզ մոտ ամեն ինչ ավելի շատ քաղաքական շահարկման։ Նույնիսկ տնտեսություն ներկայացնում է քաղաքական հարթակում։ Այո, եւ հիմնականում տնտեսագետները մի փոքր որքան էլի տարօրինակ է, ավելի շատ ստվերում են մնում եւ ավելի շատ խոսում են պոպուլիստական քաղաքական գործիչները։ Հիմա էլի քաղաքական հարց է ԵԱՏՄ թե ԵՄ, մենք ԵԱՏՄ-ի մաս ենք։ Այո։ ԵՄ-ն դեռևս ընդամենը մի ուղղություն է, որը Հայաստանը միգուցե եւ երբևէ գնա։ Բայց այստեղ հենց հարցը սա է, արդյոք մենք կորցնում ենք ԵԱՏՄ-ի շուկան եւ կարող ենք ձեռք բերել ԵՄ-ի շուկան, արդյոք դրանք համադրելի են եւ այլն, այլ հարցեր, որոնք մեզ շատ կարեւոր են, նաեւ օրինակ գազի գնի հարցը, արդյոք մենք կարող ենք այլընտրանք ունենալ, եթե օրինակ Ռուսաստանը բարձրացնում է գազի գնը։ Հատկապես որ 2-3 օր առաջ, մի շաբաթ առաջ այդ Եվրոմիության գագաթնաժողովը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, որը որոշակի ազդակ հանդիսացավ, բայց սակայն պետք է հասկանալ, որ քաղաքական հայտարարությունները, որոնք արվում են ներկա մեր կառավարության կողմից իրական տնտեսությունը տարբերվում են, այսինքն 2018 թվականից այս կողմ մեր կառավարությունը կարող է հայտարարել դեպի Եվրոմիության վեկտորի մասին, դեպի այդ ուղղությամբ շարժի մասին, բայց իրականությունը այն է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությանը ավելի ցավոտ կլինի հրաժարվել ԵԱՏՄ-ից, քան 2018 թվականին են, ու այս կառավարության վարված քաղաքականության շնորհիվ մենք ավելի սերտ աճացենք Ռուսաստանին կամ Եվրոմիությանը։ Դուք տվեք բացատրել, տեսեք, եթե նայենք մեր արտահանման ցուցանիշները, ապա 2012 թվականին մեր հիմնական արտահանումը գնում էր դեպի Եվրոմիություն, այսինքն մեր արտահանման 37% ընդհանուրից, այսինքն երրորդից ավելի Եվրոմիության շուկաներ եւ ԵԱՏՄ-ին բաժին էր ընկնում ընդամենը 21%-ը։ Երբ որ Փաշինյանը եկավ կառավարության 2017 թվականի վերջին ցուցանիշները այլի դեռևս 28%-ը Եվրոմիության էր, 26%-ը ԵԱՏՄ շուկային։ Այս պահին 2025 թվականի վերջի դրությամբ գերակշիռ հատվածը գրեթե 40%-ը ԵԱՏՄ շուկային է, բաժին ընկնում, իսկ Եվրոմիության բաժինը ընդամենը 8% է։ Տեսեք, քանի անգամ է նվազել։ Եվ ընդհանուր առմամբ եթե նայենք, այսինքն բացարձակ ցուցանիշներով, ապա դեպի ԵԱՏՄ Ռուսաստանը արտահանումը 5 եւ ավել անգամ աճել է, իսկ դեպի Եվրոմիություն արտահանումը 1-2%-ով նվազել է կամ գրեթե անփոփոխ է մնացել։ Եվ սրանք բացարձակ ցուցանիշներ են, այսինքն այս պահին ինչ որ արվում է ընտրություններից մեկ ամիս առաջ, հիմնականում նախընտրական քաղաքական ֆոնին է արվում, իսկ տնտեսական իրականությունը այլ բանի մասին է խոսում, որ մեր արտահանումը էլ ավելի է մեծացել, մեր ներկա կառավարության օրոք ավելի է սերտ աճել Ռուսաստանի Դաշնությանը, բացի այդ, տեսեք, մեր արտահանումը նաև ինչի հաշվին է աճել, մենք 2024 թվականին խոսում էինք արտահանման դիվերսիֆիկացիայի մասին դեպի Միջին Արևելք, դեպի Չինաստան, բայց արդեն պարզ է դա, որ դա ընդամենը ոսկե պատրանք էր, փուչիկ էր, եւ մենք պարզապես Ռուսաստանի Դաշնությունից մեծ քանակությամբ տոննաներով ոսկի ենք բերում եւ արտահանում ենք դեպի վերարտահանում ենք դեպի
էմիրություններ, ինչպես նաև Հոնկոնգ, մեծ Չինաստան։ Եվ այստեղ հարց է առաջանում ինչի հետ ԵԱՏՄ անդամ պետություններից հենց Հայաստանով դա այդ ամեն ինչը պիտի անցնել, որը իրեն հռչակում էր դեպի Եվրոմիության գնացող առաջնորդ ԵԱՏՄ երկրներից, այստեղ նույնպես որոշակի հարցեր են առաջանում այս ամեն ինչի մասին։ Նաև նշեմ, դուք ասացիք, որ ընդհանուր առմամբ, ասենք, մեդիա հարթակում բացակայում են անաչառ թվերով հարուստ վերլուծությունները եւ դա լրացնելու համար ես ստեղծել եմ իմ նախագիծը տվյալ.com-ը, որը ոչ միայն այդ բացը փորձում է լրացնել վերլուծություններով, այլ նաեւ իրական ժամանակահատվածով թարմացվող բավական մեծ քանակությամբ տվյալներ կան հենց տվյալ.com-ում։ Աղասի փորձենք հասկանալ գազի հետ կապված, էլի մենք լսում ենք տարբեր հայտարարություններ, որ եթե Ռուսաստանը գազը թանկացնի, ասենք նախ ուզում եմ հասկանալ դա որքանով է իրատեսական այդ գազի թանկացման բանը, բայց ասում են եթե թանկացնի մենք խնդիր չունենք, մենք կարող ենք այլ ընտրանքներ ունենալ, մասնավորապես նշում են Իրանը եւ արդեն հիմա սկսել են նշել նաեւ Ադրբեջանը։ Այո։ Ինչ կարող եք ասել, դա որքանով է իրատեսական։ Երկու ուղղություններ այս բանի խնդրահարույց են, ասեմ որ Իրանը 60% 60 օրից ավել պատերազմի մեջ է եւ այս պատերազմը որոշ վերլուծաբանների արդյունքում որոշ վերլուծաբանների կարծիքով դեռ տարիներ է շարունակվելու եւ պետք է նաեւ նշել որ աշխարհում էներգետիկ ճգնաժամ է, այսինքն էներգակիրների գինը, օրինակ նավթի գինը $100 է շրջանակում, որոշ օրեր 120 անցնում է եւ շատ պետություններում, ասենք, բենզինը 1.5-2 անգամ աճել է բենզինի գինը, բենզինը չի վաճառվում, դիզելի խնդիր կա, այլ բաների խնդիր կա։ Մեզ դեռևս այս ամեն ինչը չի հասել։ Մենք Ռուսաստանի ստաբիլ գնով ստանում ենք բենզինը, դիզվառելիքը եւ փոփոխություն կա իհարկե, դա չի հասկանալի համաշխարհային շուկաների աճի հետ կապված, բայց դեռևս մեր արձագանքը ստեղ չի ստացվում։ Այստեղ ուրիշ խնդիրներ կան, որոնք չեն խոսում, հիմնականում պարարտանյութերի խնդիրը, որովհետեւ Հորմուզից ընդհանուր նավթամթերքի 60%-ն են դուրս գալիս, նաեւ հեղուկ գազի կներեք 20%-ն են դուրս գալիս ընդհանուր նավթամթերքի, նաեւ հեղուկ գազի 20%-ն են դուրս գալիս, սակայն պարարտանյութերի ընդհանուր աշխարհի 1/3-ն են դուրս գալիս։ Եվ պարարտանյութ, քանի որ պարարտանյութերը հանդիսանում են գազի արտադրության, վերամշակման հավելյալ գիծ ապրանք, եւ պարարտանյութերի դուրս գալն է սահմանափակվել աշխարհում։ Հիմա գարնանացան է ամբողջ աշխարհում։ Ու դա սահմանափակել է, տեսեք հիմա ֆերմերներին ոչ միայն պարտանյութեր են պանրաժեշտ, որպեսզի ցանեն այդ ամեն ինչը, այլ մեծ քանակությամբ դիզելային վառելիք է անհրաժեշտ։ Եվ շատ պետություններում ֆերմերները, գյուղացիները, գյուղատնտեսները եւ դիզելային վառելիք չունեն, որպեսզի տրակտորները թանկացել է 2 անգամ եւ ավել անգամ եւ պարարտանյութի խնդիր ունեն։ Իսկ պետք է հասկանալ, որ այս պահին, որ աշխարհում 8 միլիարդ բնակչություն կա եւ ավել, հիմնականում պարարտանյութերի շորիվ է, որ մենք կարողացել ենք այսքան աճ ապահովել, որտեղ եթե պարարտանյութերը չլիներ, ընդհանրապես մենք կարողանայինք աշխարհի բնակչության ընդհանրապես 2 միլիարդ ապահովել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը այս պահին պարարտանյութերի խնդիր չունի, որովհետեւ մեծ քանակությունը ստանում է Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն այստեղ ոչ միայն մենք պիտի ակնհայտ բաների մասին մտածենք, ինչպիսին է բենզինի եւ գազի փոխարինելը, այլ նաեւ պարարտանյութերի փոխարինելու մասին պիտի մտածենք, որը բավականին այնքան էժան է գալիս Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանից, որ մենք ունենալով պարարտանյութերի որոշակի հանքեր, նույնիսկ տնտեսապես իմաստ չունի դրանք վերամշակել։ Այսինքն դրա մասին պիտի հասկանանք։ Ինչ վերաբերվում է ընդհանուր գազի մասին, ստեղ էլի խնդիր կա, օրինակի համար մենք գազ երկրորդ տեղում գազը ներմուծում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից, սակայն դա ներմուծում ենք ռուսական գազամուղով, որը էլի որոշակի հարցեր է արճանում, ինչպես այդպես, սակայն մենք հիմնականում դա անում ենք բարդերային ճանապարհով, այսինքն լույս ենք արտահանում գազի դիմաց, եւ սա էլի պետք է հասկանալ, որ պատերազմի ընդհանուր ֆոնի վրա էլի որոշակի փխրուն բան է առաջանում, որովհետև լույսը միակ ապրանքն է էլեկտրաէներգիան, որը հենց արտադրվեց պիտի միանգամից սպառվի։ Այս տեսանկյունից
մենք այսպես ասած չունենք այդ մարդկոսային հզորություններ, որ կարողանանք պահպանել հավելյալ էլեկտրաէներգիան այդ բանին արտադրված։ Դրա համար Իրանը մեր համար հանդիսանում է յուրօրինակ մարտկոց, որտեղ հավելցուկ էլեկտրաէներգիան, այս բանին, որը մենք չենք օգտագործում, արտահանում ենք դեպի Իրան։ Եվ սա պատերազմի տեսանկյունից էլի խոցելիություն է մեր համար կարող է առաջացնել, հատկապես հաշվի առնելով, որ 2025-26 թվականների ձմռանը մենք ունեինք անջատումներ, այսինքն համակարգը բավականին փխրուն է։ Սակայն ասեմ, որ ընդհանուր առմամբ այն ինչ որ կատարվում է հիմա աշխարհում, դեռևս մեր վրա դրական է անդրադառնում, բացատրեմ ինչու։ 2022 թվականից իրականում Հայաստանը ապրում է ու ցավալի է հնչում, բայց այդպես է ուրիշ պետությունների դժբախտություններով։ Այսինքն 22 թվականին հենց որ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, մեծ քանակությամբ կապիտալ, ինչպես նաև աշխատուժ արտահոսեց Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն, քանի որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ պետություն եւ ըստ ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի անդամ պետությունների միջև պիտի գործի 4 ազատություն, հատկապես կապիտալի, աշխատուժի, ինչպես նաև ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ։ Ըստ այդմ Ռուսաստանից դուրս եկած ահառելի կապիտալի 18%-ը հանգրվանեց Հայաստանի Հանրապետություն։ Եթե չլներ այդ համաձայնագիրը, չէր գա միանգամից Հայաստանի Հանրապետություն։ Նույնն էլ աշխատուժը հիմնականում ՏՏ ոլորտի։ Եվ 2022 թվականի 12.6% տնտեսական աճի կեսը, եթե նայենք, ապահովել է հենց ֆինանսական ոլորտը, այսինքն բանկային ոլորտը եւ ՏՏ ոլորտը, որոնք անմիջապես աճել են Ռուսաստանից եկած կապիտալով եւ աշխատուժով։ Էլ չեմ ասում վերարտանման ու բանի հաշվին։ 2023-24 թվականներին մեր հիմնական աճը ապահովել է ոսկու վերարտանման շնորհիվ։ Այս պահին, տեսեք, 2025 թվականին մենք ունեցել ենք 7.2 տնտեսական աճ, որը առաջին հայացքից անսպասելի էր, որովհետեւ IMF-ը այլ միջազգային կազմակերպությունները, Եվրոպական բանկը, միջազգային հիմնական, ինչպես նաև կենտրոնական բանկը մեր կանխատեսում էին, որ 2025 թվականին մենք ունենալու ենք մոտավորապես 5.5% տնտեսական աճ։ Սակայն ունեցանք 2%-ային կետ ավել, 7.2։ Բանն ինչու՞մ է, որ դա էլի մեծ քանակությամբ կապիտալի հանկարծակի արտահոսքներ, որը էլի եկավ հանգրվանեց Հայաստանի Հանրապետություն ու Ռուսաստանից, հա, տարբեր ճանապարհներից, բայց հիմնականում սա պայմանավորված էր Իրանի իսլամական նախապատերազմական վիճակով, այսինքն 2022 թվականի սկզբին, 26 թվականի սկզբին, այս տարվա սկզբին Սկոտ Բեսենտը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը, այսինքն Treasury Secretary, հայտարարեց, որ իր վարած քաղաքականության շնորհիվ Պարսկաստանը կապիտալազրկվել է, կապիտալը փախչել է Պարսկաստանից, որի արդյունքում տարվա սկզբին, այս տարվա սկզբին, պարսկական արժույթը ռեալը, իրանական, $1.43,000 ռեալից արժեզրկվել է կտրուկ մոտ 40 անգամ մինչև 1.2 միլիոն։ Դա նախապատրաստվում էր սեպտեմբերին եւ սեպտեմբերից արդեն մենք տեսանք, որ դեպի կենտրոնական բանկի ցուցանիշները բավականին մեծ քանակությամբ արտարժույթ սկսեց մտնել Հայաստանի Հանրապետություն, մեծ քանակությամբ։ Դա նույն պայմանավորված դոլարի նաեւ գնի իջում։ Այո, 2000 սա սկսվել է 2022 թվականին, դեռևս շարունակվելու է, դոլարը լինելու է 360 $1.360 դրամ, բայց սա էլ ունի իր վտանգները, սա առանձին պատմություն է, դեռևս արժեզրկվել է, որտեղ մեծ քանակությամբ դոլարներ շարունակվել են մտնել Հայաստանի Հանրապետություն, որոնք ապահովում են մեր տնտեսական աճը։ Սա ընդհանուր առմամբ տնտեսական վիճակը։ Աղասի շատ հարցեր կան, քանի որ դուք այսպես ասած Պանդորայի արկղը բացեցիք, այնքան հարցեր կան մեր տնտեսության հետ կապված, այտենց սկսեմ մի քանիսից, որոնք երկաթգիծը, դա ճիշտ է որ վաճառվում է Ղազախստանը, նման քննարկում կա ձեզ։ Տեսեք, ընդհանուր առմամբ ես հակված եմ նայել շատ լուրերից դեպի այն կողմ, որովհետև ես ինչու չեմ սիրում ցենց լրահոսին անմիջականորեն հետևեմ, որտեղ առաջին հերթին մարդիկ կան, որ դա անում են,
եւ ես չեմ ուզում նույն բանը կրկնեմ ինչ որ ուրիշ մարդիկ եւ երկրորդ հերթին մեդիա դաշտում շատ լուրեր կան, որոնք ավելի շատ աղմուկ բարձրացնելու համար են ստեղծվում եւ իրականությունում տակում բան չկա։ Օրինակի համար այդ PC լուրերից մեկն էր վերջերս այդ Ռուսաստանի կողմից բժինի ջերմուկի արկելք, այդտենց բաներից, որ իրականում մեծ աղմուկ բարձրացրեց, բայց տակը ոչ մի բան էր։ Այդ տեսանկյունից շատ լուրեր կան Հայաստանի Հանրապետությունում, որոնք այսպես ասած ստեղծված են հատկապես մենք նախընտրական շրջանում ենք, պետք է հասկանալ եւ շատ նորություններ ստեղծված են ոչ թե իրավիճակը փոփոխելու համար, այլ այնպես անենք, որ ոչ մի բան չփոփոխվի, բայց այնպիսի տպավորություն ստեղծի, որ ամեն ինչ փոփոխվում է։ Այսինքն այդ տրամաբանությամբ են ստեղծված։ Ես ճիշտ ասած խորը չեմ ուսումնասիրել այդ հարցը, բայց առաջին հայացքից կարելի է դասել, որ այդ լուրը իմ ասած կատեգորիաներից մեջ է։ Կարծում եք զուտ ուղղակի այդպես ինֆո հնարիթ է, հա, ընդամենը։ Այո, կապրենք կտեսնենք։ Աղասի, մյուսը դուք արդեն անդրադարձեք ըստ էության, այսպես ասած, առևտրային պատերազմներին Հայաստանի եւ Ռուսաստանի մեջ նման բան կոնկրետ ենթադրենք հեղուկ գազի մասով, որը Լարսում կանգնած էր, դա երևի միայն կլիմայական պայմաններով, թե էլի ուրիշ հարցեր կա քաղաքական ջերմուկը ասում եք, որ դա չափազանցրած է, բայց լուրերը պատտվում են եւ նաեւ ռուսական ալիքներով եւ այլն։ Տեսեք, ջերմուկի պահով ասեցի ինչու համար է դա չափազանցված եղել, որովհետեւ տեսեք, ես ասեցի, որ մեր արտանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն մեր ներկա կառավարության օրոք գրեթե 5 անգամ աճել է։ Եվ պետք է հասկանալ, որ այս աճը մենք հիմնականում ապահովել ենք ոչ թե որակի հաշվին, այլ քանակի հաշվին, այսինքն ինչ որտեղ քանակը նաև որակը նաև տուժել է։ Այս պահին ռուսական շուկայում հայկական կոնյակներ կան չակերտների մեջ, որ մեր շուկայում ընդհանրապես չեք տեսնի, որոնք ստեղծված են շատ էժան են ու ստեղծված են, ասենք, կասկածելի ծակնաբանությամբ սպիրտը, որտեղ մենք հնարավորություններ չունենք այնքան սպիրտ արտադրելու։ Եվ այստեղ քանի որ որակը տուժել է քանակի հաշվին, Ռուսաստանի Դաշնության կողմը կարող է ցանկացած այլ ապրանքի վրա, այսպես ասած, արգելք դնել եւ կկարողանար ինչ-որ մի բան գտնել եւ այդ, չգիտեմ, գյուղատնտեսական ապրանք, որը արագ փչացող է եւ այդ արգելքը դնել սահմանին, սպասել 2-3 շաբաթ մինչեւ ապրանքի գինը չեղարկվի, զրոյանա, տնտեսական վնաս կնեն մեր տնտեսվարողները, սակայն այնպիսի ապրանք, այդ դեպքում այդ ապրանքները կարող են մեծ արձագանք չառաջացնել մեդիա դաշտում, որովհետեւ այսպես ասած դրանց հետևը չկա հայտնի բրենդ։ Այս պահին ընտրվեց ջերմուկը, որը հայտնի բրենդ է Հայաստանի Հանրապետության, այսինքն Հայաստանի հետ կապված անուններից մեկը արագորեն տարածում է, սակայն ջուրը, հանքային ջուրը դա վաղեմության ժամկետ չունեցող ապրանք է։ Այսինքն այս պահին մեկտեղ պետք է հասկանալ այսպիսի արգելքները կամ սահմանափակումները ռուսական կողմը ընդամենը 2-3 շաբաթ է պահում կամ կարող է 1-2 ամիս հետո թույլ է տալիս այդ խմբականակը ներս մտնել։ Այսինքն այս պահին եթե սահմանափակի խմբականակը կամ որ խմբականակը թույլ չտա, հետո 2 շաբաթ կամ 3 շաբաթ հետո այդ ապրանքը մտնի, իրականում ջերմուկ գրուպին տնտեսական վնաս չի սպասում, որովհետև լավ այս պահին չվառաճառեց, 1 ամիս հետո կվաճառի։ Մյուսը վերաբերում է թրիփին։ Այո։ Թրամփի ուղուն, որը էլի մեծ աղմուկ բարձրացրեց հայտնի Վաշինգտոնյան փաստաթղթի ստորագրումից հանդիպումներից հետո, որից հետո եղավ իրանական պատերազմը, ոմանք ասում են, որ թրիփը այլևս չունենա իր ակտուալությունը տարբեր պատճառներով, ոմանք համարում են, որ դա կապ չունի, նույնիսկ ամերիկյան տարբեր աղբյուրներից հղումներ են անում, որ այնտեղ պաշտոնյաները նշում են, որ թրիփը, այսպես ասած, դեռ կենթանի է, դեռ ակտուալ է եւ որևէ փոփոխություն չկա։ Իրանական կողմը այլ մոտեցում ունի արդեն, դուք ինչ գիտեք եւ ամենակարևորը իհարկե դա քաղաքական մասն է, բայց դա տնտեսական բաղադրիչներից հետաքրքիր։ Որն է այդտեղ Հայաստանի դիվիդենդը, բացի այն, որ ենթադրենք դա ինչ որ առումով կոմպենսացնում է այն հնարավոր էսկալացիաները, որ կարող են լինել Հայաստանի հանդեպ։ Գիտեք, ես չեմ սիրում թրիփի մասին խոսալ ընդհանուր առմամբ, որովհետև դա էլ որոշակի թեմաներից է, որ աղմուկ է բացացնում, բայց ես կփորձեմ դրան արձագանքել ոչ թե Հայաստանի Հանրապետության տեսանկյունից,
Այսինքն այլ ընդհանուր առմամբ միջազգային վերլուծաբանի տեսանկյունից, որովհետև այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է կառավարել շատ կարևոր անցումային կետեր, որոնք շատ համաշխարհային տնտեսություններին կարող են սահմանափակել։ Նույնը այս պահին Հորմուսի հետ կապված, որը բոլորից ծանոթ ենք, որոշակի վիճաբանություններ կան, սակայն այստեղ ուրիշ խնդիրներ կան, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է կառավարել, այսինքն դա օրինակի համար շատերը չեն լսել, բայց Մալակայի նեղուցը, որը Սինգապուրի մոտ է գտնվում եւ Չինաստանի առևտրի հիմնական կապող աղբյուրն է, որը կարող է սահմանափակել Չինաստանի առևտուրը։ Այստեղ այս տեսանկյունից այս տրամաբանությամբ TRIP-ը, այսինքն հիմնականը ով է աղմուկ բարձրացնում դեմ TRIP-ին, պարսկական կողմը, Իրանի կողմը, եւ արդեն սրանից կարելի է հետևություն անել, որ հիմնականում դա ստեղծված է սահմանափակման համար, առանց տնտեսական որոշակի բաղադրիչի։ Ասեմ, որ ասում եք դա այդպես պայմանական չինական նոր պատեր, հա, այդպես Հայաստանի եւ Իրանի միջեւ շատ այդպիսի ամերիկյան պատեր կան, սակայն պետք է հասկանալ, որ այս պայմանագիրը, այսինքն տասնամյակներով է կնքված, այսինքն եթե այս պահին նույնիսկ զարգացում չլինի, մոռանանք, այսինքն եւ շատ վերլուծաբաններ պատմում են դրա մասին, որ տնտեսապես եւ այլ տեսանկյունից մեզ այսինքն մոռացվելու է ոչ մեկ ուշադրություն դրանից չի դարձնելու, հատկապես որ Իրանի հետ պատերազմը եւ շատ վերլուծաբաններ ասում են, որ դա տարիներ է տևելու։ Սակայն քանի որ տասնամյակներով է կնքված այդ պայմանագիրը, կարող է 10 տարի հետո, 20 տարի հետո հիշվի այդ պայմանագրի մասին։ Բայց հիմա համարենք իրեն այդպես այս պահին ես համարում եմ, որ դա ավելի շատ աղմուկ է մեր համեզիադաշտում, չէ, արկախված չի հիմա, դա արկախված է ի վերջո։ Կներեք Նախագիծը արկախված է, թե արկախված չի։ Դուք ասիք, որ ինքը տասնամյակներով է ստորագրված, նախագիծը որոշակի խնդիրներ ունի, օրինակի համար հայկական կողմ, ես տեղյակ չեմ, որ հայկական կողմը այդ նախագծի օրինակի համար տիրապետում է այդ նախագծի կառուցված ոչ թե կառուցվածքին բանին, այլ վերահսկում, ասենք ոնց են ռելսերը դնելու, ինչ են անելու, այսինքն ճարտարապետական նախագծին տիրապետում է թե չէ։ Ով է ճարտարապետական նախագիծը։ Իսկ ֆինանսները ով է տալու։ Դե դա այլ հարց է, ընդհանուր առմամբ նորից նշեմ, որ ես այդ թեմաներից մեկն է, որ ես չեմ սիրում խոսալ, TRIP-ի թեման, որովհետև ինքը ավելի շատ այս պահին քաղաքական լարվածություն ունի, որը շատ հաճախ պարզապես մեդիա աղմուկ է, կամ տնտեսական որոշակի հիմնավորումներ։ Իհարկե, բայց այստեղ մի հարց է կա, որ էլ կարևոր, դուք խոսեցիք ռելսերի մասին, դա ինձ հիշեցրեց այն, որ այդ հատվածը հիմա պատկանում է ռուսական կողմին, թե չի պատկանում, այդպես էլ այդ հարցին մենք հստակ, այսինքն ստանում ենք երկու հստակ պատասխան, որ երկուսը մեկը մյուսին բացառում են, մեկը ասում է այո պատկանում է, անկախ նրանից այդտեղ կա թե չկա, եթե կառուցվում է նոր երկաթգիծ, ապա այն պատկանում է ռուսական, մյուսը ասում է ոչ, նման բան չկա, եթե ռուսական կողմը այնինչ ունի, մնացած նոր բաները չեն պատկանում են։ Ադրբեջանցիներն էլ ասում են, որ մի այդքան խորացեք, դա մերն է ընդհանրապես, դա մենք ենք միշտ վերահսկել դեռևս խորհրդային տարիների ժամանակ, հետեւաբար այդ հատվածը մենք ենք լինելու օպերատոր, այսպես ասած։ Դա էլ է խոսում նրա մասին, որ այս պահին մեդիա աղմուկը, ընդհանրապես աղմուկը այդ թեմայի շուրջ ավելի շատ է, քան իրականությունը, որովհետև այդպիսի տեխնիկական հարցերը մինչև ճշգրտվեն տարիներ կարող են անցնել եւ TRIP-ը տեղից չշարժվի։ Ուղղակի մեզ հետաքրքիր է, չէ, բայց դա այդքան տեխնիկական չի այն իմաստով, որ սա տնտեսական պայմանագրեր են։ Մենք Ռուսաստանի հետ ինչ տիպի պայմանագիր ունենք, աղասի դուք տեղյակ եք, երկաթգիծը կոնկրետ, դա այնպեսի փակ է, դա կարող է նկատի չեմ գախնի, բայց դա այդպես չի, որ ամեն տեղ կա, միգուցե ես նկատում եմ, դուք ի վերջո լուսաբանեք։ Ճիշտ ասած, ես տեղյակ չեմ, ու ինչպես ասացի, TRIP-ային թեմաներից է, որից ես փորձում եմ հեռու մնալ։ Ինձ ավելի շատ հետաքրքիր է այս պահին Հայաստանը ինչով է շրջում, տնտեսապես ինչով է ապրում եւ իրականում ուր է շարժվելու եւ ինչ խնդիրներ կարող են առաջացնել, որովհետեւ ինչպես նշեցի, ասենք կարող են որոշակի քաղաքական հայտարարություններ արվել ներկա կառավարության կողմից, որոշակի վեկտորների ուղղությամբ, բայց տվյալները, որ մտնում խորանամես, շատ վերլուծաբաններ, ասենք ապրում են կամ շարժվում են զուտ ներկա
դրա հոսի հիման վրա կամ Telegram-ի հիման վրա առանց դրանք խոսող գլխեր են, talking head, հասկանալի։ Առանց խորը վերլուծելու թե Դա ընդունված է, ցավոք դա այդպես է դարձել եւ նաեւ դրանով ինչ որ առումով վնասում են ընդհանրապես վերլուծական դաշտին, որովհետեւ շատ մարդկանց մոտ տպավորություն է սկսել ձևավորվել, որ վերլուծաբանը հենց դա է, նա ով որ առավոտյան վեր է կենում, սուրճ է խմում, կարդում է ու սկսում է միանգամից առանց իմանալու ընդհանրապես տեղյակներու։ Աղացին վերջին հարցը Ադրբեջանին է վերաբերում, որպեսզի քաղաքական մաս չտանեմ, ինձ հետաքրքիր է թե այն ինչ որ մենք ստանում ենք Ադրբեջանից, դա մեր ընդհանուր պահանջի քանի տոկոսն է։ Այսինքն մենք ստանում ենք նավթամթերք, չէ՞ որոշակի։ Դա էլ է կասկածի տակ, որովհետև կարող է դա նավթամթերքը Ռուսաստանից է գալիս, Ադրբեջանով, որ ավելի ձեռնտու է, քանի որ վերին լարս այդ խնդիրներ կան։ Նման այդ տարբերակը չի բացառվել դեռևս։ Այո։ Այդ տարբերակը չի բացառվել։ Աղասի շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ բարեկամներ, որ կարողացաք հետևել մեր այս շատ հետաքրքիր քննարկմանը։ Հետևեք ընդհանրապես Եվրամեդիա 24-ի աշխատանքներին։ Ձեզ հետ է քաղաքագետ Գյորգ Մելիքյանը, հաջողություն ձեզ։